Սևանի ավազանի համայնքների տնտեսական եւ կոմունալ կենցաղային գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրերով լիճն աղտոտելու խնդիրն է Սևան սանիտար վերահսկողություն ծրագրի առանցքում։ Մարտունի եւ Գավառ համայնքներում նախ իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի վերլուծություն են կատարել հարցումների միջոցով, ապա փորձել լուծման նախնական տարբերակներ ներկայացնել։ Մեր հարցումներից պարզ դարձավ, որ գրեթե բոլոր բնակավայրերի գոյուղաճարերը, բիզնեսների գոյուղաճարերը թափվում են ուղղակիորեն Մարտունի գետ կամ Գավառ գետ ու այդտեղից անցնում են Սևանա լճին։ Լուծման տարբերակներից կարող է լինել սեպտիկ հորերի կառուցումը, մաքրման կայանների կառուցումը, լավ կլիներ նաև եթե կարողանանք առաջարկել բնակիչներին այլ տարբերակներ, որպեսզի չօգտագործեն ֆոսֆորով հարուստ նյութեր։ Հարցման արդյունքում նաև հասկացանք, որ կա տարբեր տերմիններ, որոնք հենց հասարակությունը չգիտեին տերմինների բացատրությունը։ Մենք նաև եթե չգիտեին նրանք թե օրինակ ինչ է սեպտիկ հորերը կամ նմանատիպ այլ տերմիններ, մենք նաև բացատրում էինք իրենց։ Հարցումներով նաև պարզել են, արդյոք տնտեսվարողները պատրաստակամ են տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն տրամադրել Սևանա լճի պահպանությանն ուղղված ծրագրերին։ Համայնքային քաղաքականության ուսումնասիրման եւ փորձագիտական վերլուծությունների հիման վրա կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է որոշում կայացնողներին։ Կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում վարչապետին հանրային խորհրդին առաջարկության փանթեց եկավ, որպեսզի Սևանի պահպանության համար իրականացնի լայնամասշտաբ ծրագիր, այն է Եղվարդի ջրամբարի կառուցումը։ Ծրագիրը շարունակականությունը ապահովելու նպատակով կստեղծի համապատասխան հանձնաժողով, որը կաշխատի հանրային խորհրդի հետ։ Մենք համոզված ենք, որ Սևանա լճի հարակից շրջանի յուրաքանչյուր բնակիչ մասնակցի խնդրի վերհանմանը եւ հենց լուծման ուղիների փնտրման եւ այս դեպքում պետքա սանիտարական վիճակի լուծման գաղափարը դուրս գա փակ շրջանակներից։ Սևան սանիտար վերահսկողություն ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնում է ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Հարցումները իրականացրել են Բայազեդ կենտրոնի երիտասարդ կամավորները։ Անահիտ Կարեյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։